Մոդել և երգչուհի Լիլի Մորտոյի հերթական ինստագրամյան հրապարակումները սոցցանցային հարթակում կրկին ակտիվ քննարկումներ են ստեղծել։ Նա կիսվել է գեղեցիկ ու նուրբ հոլովակներով, որտեղ հանդես է գալիս հարսանեկան զգեստով, իր ամուսնու և ամուսնու որդու հետ։ Հոլովակն այնքան ջերմ ու խորհրդանշական է ստացվել, որ շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, թե զույգը հենց նոր է ամուսնացել։ Մոդելը սոցիալական հարթակներում չի մեկնաբանել՝ սա իրական հարսանիք է, թե պարզապես ֆոտոշարք։ Հիշեցնենք, որ Լիլի Մորտոն սպասում է իր փոքրիկին, նա հղի է և շուտով մայրանալու է։ Այս հանգամանքը հոլովակին տալիս է էլ ավելի խորն իմաստ, այն դարձնելով ոչ միայն գեղեցիկ կադր, այլ նաև կյանքի նոր փուլի խորհրդանիշ։ Իսկ մենք առաջարկում ենք դիտել նաև մի տեսանյութ, որտեղ երևում է, թե զույգն ինչպես է պարզում ապագա փոքրիկի սեռը։ Я говорил! No ilk ince ara ettik. İlk nasıl gittin kule tamam, zor ki tamam tedra. Բայց հիմա մի դա բացահայտենք։ Քո դեպքում միայն դրախտ։ Զոր ki tamam tedra։ Միայն դրախտ։ No ilk գերեդիգի այդտեղի բնությունը։ Հա, տամն է դեպի Ալտայ, համաձայն եք ամուսնանալու ինքը գնում ենք սպա ցենտր։ Այնինք տեսնենք ինչ լավ սպա ցենտրեր կա այստեղ։ Ամեն մեկը մի բան ասում, ճիշտ ասած։ Հիմա փորձում ենք մեր հյուրանոցի ադմինիստրացիայի ճիշտ տեսնենք որտեղ է լավ։ Այստեղ բնությունը զմայրեք։ Այսպեսի տեսք ունի բալին, ճանապարհները։ Միջավայր ասեմ, որ դե օքեյ ոչ են եղել, ես առաջին անգամ օրինակ լինում։ Իրանց ճանապարհների երթևեկությունը հակառակ կողմի վրա է։ Ձախակողմյան է։ Ինչպես հասկացաք, բայչերով են գրեթե բոլորը։ Տաքսիներն են ոնց որ բայչերը հիմնականում, որ անկեղծ ասեմ, երբեք այսպեսի տեղ 10 օրից առաջ չեմ կարողանա ապրել։ Մարդիկ գալիս են տարիներով այստեղ ապրում են։ You want some? Yes. Thank you. Enjoy. Thank you. You're welcome. Oh, այսպես է, քան ինչ համիստ է։ Ես գիտեի առանցին ենք։ Դες ինչ լավ մասաժեր։ Մեկ կես ժամ։ Մեզ մեր հյուրանոցի ադմինիստրացիան խորհրդվեց այս տեղը, բայց ուզում եմ որ դուք կոմենտներում գրեք, եթե Բալիում մենք գտնում ենք Սեմինյակին, լավ սպա կենտրոններ խորհրդվեք, ովքեր եղել են Բալիում, կոմենտներում գրեք անպայման խորհրդվեք լավ տեղեր, սպա ցենտրեր։ Ենք մի հատ նայեք Ռիման պապայի համար ինչ սեղանադրել իր ծննդյան օրվա արդիվ, sense Бакарди тоже там. Happy birthday, тортик, чай, все приготовила Римочка. Рима, молодец. Папа, с днем рождения, мы тебя все очень любим. Да. Ты у нас самый лучший. Да. С днем рождения тебя! С днем рождения тебя! С днем рождения, dear father! С днем рождения, папа мой! Ура! Так, загадывай. Загадывай. Все было хорошо, я не настроил. Сейчас я стал как огурчик, да? Ура! Молодец, Римка, ура! Спасибо, моя зайка. Ура! Вот уже второй сегодня утро. Вот. Так, Happy birthday, happy birthday. еще третий есть. Пап, а что ты не почитал, что я там написала? А что там написано? Любимому папе никогда не болей. И не буду. Договорились. Сердечко. Сердечко. Молодец, моя зайка. Все, я сохраню это. Ура! Чтобы никогда не Хорошо. болеть. Хорошо, никогда не болей. Вот именно. Все, давайте чай попьем. Давайте. Мой тортик. Тебе торт сделали. Я просто тебя обманывали, это не настоящий тортик. У меня сегодня всякие торты. Да. Ես մեկը խափել են, մեծ տորթ են արել, բայց ասել իրական չի։
Պապայի ծնունդ եմ եկել։ Հա։ Пока-пока։ Ապրես, Давайте. Լիլի Մորտոն հաճախ նաև տարբեր հարցազրույցների է մասնակցում, որոնցից մեկի ընթացքում խոսել էր ինքն իր մասին, նկարագրելով իրեն։ Լիլին նշել էր հետևյալը. «Այնքան ծավալուն է այս հարցի պատասխանը։ Բարի եմ, կամեցող, հարմարվող, պոզիտիվ։ Նպատակներ շատ ունեմ։ Իհարկե, մի փոքր մասը հիմա իրականացնելու ճանապարհին եմ, կայացած մարդ եմ, որովհետև ներքին աշխարհս ինձ հետ համահուն չէ։ Չնայած, ինչ ինձ հիշում եմ, միշտ հանգիստ ու ներդաշնակ եմ եղել։ Հիմա այն տարիքում եմ, երբ շատ լավ եմ գիտակցում, թե ով եմ ես»։ Լիլի Մորտոն ծանր մանկություն է ունեցել։ Նա պատմել է, որ հայրը զինվորական էր, զոհվել է պատերազմից հետո, պայթելով ականի վրա։ Ըստ Լիլիի, մայրը մնացել էր 5 անչափահաս երեխաների հետ միայնակ։ Գրեթե 2 տարի իրենք հացի գումար չունեին, մայրն ամեն բան վաճառել էր, որպեսզի գոյատևեն։ Լիլին չի թաքցնում, որ նման օրերին քույրերի հետ գնացել էր անտառ, ուտելու որևէ բան հայթայթելու։ Ամեն բան նրանց ընտանիքում կարգավորվել էր միայն այն բանից հետո, երբ Լիլիի մայրիկին հաջողվել էր ձևակերպել հոր փաստաթղթերը որպես զոհվածի, եւ նրանք գումար էին ստացել։ Իր մանկության հիշողությունների մասին խոսելիս Լիլի Մորտոն մի անգամ իր հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է հետևյալը. «Շատ լավ հիշողություններ ունեմ, թեև այնպես չէ, որ մանկությունս անհոգ է անցել։ Ամեն ինչ տեսել եմ, պատերազմ, հայրիկիս զոհվել է, եւ թե ինչպես է մեր դիմացի շենքը պայթում, որտեղ քույրս գնացել էր հաց գնելու, ու մենք մտածել ենք, որ էլ ողջ չի, բայց բարեբախտաբար խանութը խորքում է եղել։ Լույս չկար ու մայրիկս դաշնամուր էր նվագում, երեխաներով շուրջը պարում էինք, խաղում մոմի լույսի տակ ու դաս անում։ Մայրիկս ու եղբայրս շարունակում են Կապանում ապրել, որքան փորձել ենք իրենց այստեղ պահել, չի ստացվում, մայրս ոչ մի կերպ չի հարմարվում Երևանում։ Ցավոք գալիս է մի պահ, որ ծնողիդ չես կարող բավական ուշադրություն տալ, մանավանդ, երբ քո ընտանիքն ես կազմում։ Վատ բան եմ ասում, բայց իրականությունից փախչել չես կարող։ Մեկ-մեկ մայրիկս զանգում է ասում, որ իրեն մոռացել եմ։ Նկարահանումների օրերին չենք հասցնում նույնիսկ խոսել։ Մեծ քույրս Կապանում է ամուսնացած ու 3 երեխա ունի։ Շատերը նոր են իմացել, որ մոդել Թերեզան քույրս է։ Եղբայրս ամենափոքրն է ու աշխատում է Կապանում։ Վերջին անգամ այնտեղ մոտ 8 տարի առաջ եմ եղել, անկեղծացավ Լիլի Մորտոն։ Լիլի Մորտոն նաև անդրադարձավ այն փաստին, որ միայնակ իր մայրը 5 երեխա է մեծացել ու դա իր համար հերոսություն է։ Նա իսկապես ինձ համար հերոսուհի է։ Հայրս կռվել է Մարտակերտում, Հադրութում, Կովսականում, բոլոր տեղերում էլ եղել է։ Շատ անգամ է վիրավորվել, մի երիկամն էլ կորցրել է։ Երբ զոհվեց, 16 տարեկան էի։ Հնարավոր չէ մարդու բացը լրացնել, բայց ուժեղ լինելն օգնում է, որ անընդհատ չմտածես կորստիդ մասին։ Բոլորս էլ անչափահաս էինք ու շատ ծանր օրեր ապրեցինք։ Մայրս կարողացավ այդ դժվարությունների միջով անցնել, այնպես արեց, որ բոլորս բարձրագույն կրթություն ստացանք։ Բառերով չեմ սիրում խոսել զգացողություններիս մասին։ Շատ շնորհակալ եմ նրան, որ ինձ հենց այսպիսին է մեծացրել։ Ես հպարտանում եմ սյունեցիներով, որոնք երբեք դավաճան չեն եղել։ Մարդու տեսակ կա, որը օճառը ձեռքին շրջում է։ Սյունեցին այդ բնավորությունը չունի, նա ուղիղ մարդ է եւ ինչ մտածում է, դա էլ ասում է։ Ես էլ եմ այդպիսին, երբեմն ամուսինս հուշում է, որ պարտադիր չի մտքինս ասեմ, բայց ինչու թաքցնել, ես ճշմարտությունը սիրուն ձևով մատուցում եմ։ Դա ավելի ճիշտ է, քան կեղծավորություն անելով ապրելը։ Հաջորդ հարցը այսպիսինն էր. իսկ ձեր մասնագիտությունը ո՞րն եք համարում։ Սովորել եք իրավագիտություն, դերասանություն եւ դիզայն։ Որպես համակարգչային դիզայներ եւ օպերատոր աշխատել եմ։ Այդ մասնագիտությունը ընտրել էի ոչ թե սիրելով, այլ քանի որ արդիական էր։ Իրավագիտությամբ էլ հասկացել եմ, որ չեմ ցանկանում զբաղվել։ Հետո կամերային թատրոնում 6 ամիս դասընթացի եմ մասնակցել ու մի քանի ներկայացում խաղացել եմ։ Միշտ ցանկացել եմ նոր բան սովորել եւ բազմակողմանի զարգացած լինել։ Իր հարցազրույցի ժամանակ անկեղծացել էր Լիլի Մորտոն, դե իսկ Star News-ն այս հոլովակի համար առանձնացրել էր այսքանը։